որովհետև այսօրվա հեղինակը եւ այսօրվա այս պաշտամունքի հեղինակը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, ասենք փառք իրան, որովհետև ինքը մեզ հավաքել այս վայրում, իրան ճանաչելու, իր հետ մեկանալու, իր հետ սրբության մեջ քայլելու, թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք միայն չենք գալի այս օրերը, որպեսզի գանք, հավաքույթի մասնակցենք, խոսք լսենք, երգ լսենք ու այստեղից գնանք ու ապրենք մեզ համար։ Մենք գալիս ենք այստեղ հանդիպելու Հիսուս Քրիստոսին եւ նրա հոգով ապրելու իր հետ, իր մեջ, ասենք փառք Հիսուս Քրիստոսին։ Թող Աստված օրհնի մեզ բոլորիս, որ այսօր մեզ հավաքելով այս վայրի մեջ, ուզում է որ այսօր մեր մեջ լինի ինչպես 2000 եւ ավելի տարիներ առաջ, այնպես ուզում է այսօր մեր մեջ լինի Պենտեկոստե, որովհետև այսօր Պենտեկոստեի օրն է, որ մենք բոլորս ավետարան կարդացող ժողովուրդ ենք, մենք գիտենք, թե ինչ կատարվեց այդ օրը երկրի վրա, այսինքն Աստծո հոգին իջավ երկիր մարդկանց մեջ, իր անունը փառավորվի, եւ այսօր մեզանից ամեն մեկը, եւ ինչու՞ չէ մեր եկեղեցին հենց Պենտեկոստեի եկեղեցի է, որովհետև մենք մկրտվում ենք Սուրբ Հոգով, որովհետև Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում, Սուրբ Հոգին մեզ սովորեցնում, ինչու՞ չէ խրատում, հանդիմանում, որպեսզի մենք շտկվենք մեր կյանքի օրերի մեջ։ Դրա համար թող Տերը օգնի մեզ, որպեսզի մենք ամեն մեկս ուղիղ քայլենք Աստծո առջև, իր Սուրբ Հոգուց առած, իրանից սովորած, իրանով առաջնորդված։ Տիրոջ անունը փառավորվի։ Միտեղ կարդամ Սաղմոս 84 համարից առաջի խոսքից մինչև 5-րդ խոսքը եւ թող Տերը օգնի հայր մեր երգով եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Ինչպես սիրել են քո բնակարաններդ, ով զորաստեր, իմ անձս կփափագի ու նաեւ կմարի Տիրոջը սրահներու համար։ Իմ սիրտս ու մարմինս ցնծությամբ կաղաղակեն կենթանի Աստծուն, ասենք փառք Աստծուն, այդ կենթանի Աստծուն, որ հիմա մեր մեջ է, ճնճղուկն ալ տուն դրավ ու ծեծեռնակը իրեն բուն իր ձագերը դնելու համար, քո սեղաններուդ քով ով զորաստեր, իմ թագավորս ու Աստվածս, երանի անոնց, որ քո տանդ մեջ կբնակվեն, անոնք անդադար քեզի պիտի օրհնեն։ Մենք եկել ենք Տիրոջ օրհնելու ժողովուրդ ջան, մենք անդադար Տիրոջը պիտի օրհնենք։ Երանի այն մարդկանց, որոնց զորությունը քեզ մե է ու իրենց սրտի մեջ տանը ճանապարհները կան։ Փառք Հիսուսին, թող Տիրոջ անունը փառավորվի։ Տերը օրհնի ամեն մեկիս, որ բոլորի սրտի մեջ Տիրոջ տան ճանապարհները լինի։ Եվ հիմա խնդրենք, որ երգով եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ։